Վերջի շրջանում շատ լուրեր են ստացվում, այդ թվում նաև հրապարակվում են պաշտոնապես այդ լուրերը պետական մարմնի կողմից, որ համապատասխան հարկային վարչարության իրականացման արդյունքում եւ հարկ վճարողների շրջանում էլ այդ խոսակցությունները պատտվում են, որ շատ կոշտ վարչարություն է կատարվում եւ վերցվում են համակարգիչներ, անձիկ, այո, եւ ինչն է հետաքրքիր, որ փաստորեն վերցվում են, հետազոտվում են, ես կհասկանայի, եթե օրինակ մենք ունենք տեղեկատվություն, որ որոշակի օպերատիվ աշխատանքի կատարման արդյունքում ունենք արդեն լրելյան հավաքագրված որոշակի տեղեկատվություն հնարավոր թաքցված հարկերի մասին, բայց կամ հարկերի մասին, որոնցից հարկվճարողը խուսափել է, որոնք խուսափել է ներկայացնել, եւ այդ տեղեկատվության հիման վրա արդեն գիտենք ինչ ենք վերցնելու եւ գնում ենք կոնկրետ վերցնելու, բայց մենք գործ ունենք դեպքերի հետ, լսում ենք ամենայն դեպս այդպիսի դեպքեր, որ մենք գնում ենք վերցնում ենք, հետո հետազոտում ենք, ինչ որ խնդիր կամ կհայտնաբերվի կամ չի հայտնաբերվի, հետո ուղարկում ենք համապատասխան քննչական մարմիններ, հարուցվում են քրեական գործեր ու այդպես շարունակ, որը խոչընդոտում է նաեւ հարկվճարողների աշխատանքը այն աստիճան, որ այդ մասին խոսում է արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորը եւ ասում է, որ այս հարցը պետք է քննարկել եւ լուծումներ պետք է տալ եւ այլն։ Ես գիտեմ, որ այս մասով Էդուարդ ջան, սենց իրավիճակ, ես ինչքան որ հիշում եմ, մինչև 14-15 թվականներն էր, երբ որ կալանավորելը որպես գործիք էր հանդիսանում հարկերի հավաքագրման համար։ Այս ամեն ինչը հիմա ով ինչ ուզում ասի, ոնց է, ինչ է, արդյունքը այն է, այդ ինչի ասենք մինչև 15 թիվը կար, դրանից հետո չկար, մեկ է նոր կամաց շատացավ խոսակցությունները։ Իհարկե ոչ մեկ չի ասում այն մարդը, որ իրականում հարկեր է թաքցրել, մեծ ծավալների հարկեր է թաքցրել, ոչ մեկ չի ասում, թե այդ մարդու արարքը լավ է եւ այլն։ Եթե թաքցրել է հարկեր, օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան, պետքա միջոցներ կիրառել, գումարները հետ բերել եւ այլն։ Բայց խոսքը դրանց մասին չի։ Չկար, նորից սկսվեց։ Այս մի բանի մասին է ասում, որ առաջ պահանջ, այսինքն այդ ընթացքում, երբ որ այդ հարցը չկար, նշանակում է բյուջե մուտքագրելու, հավաքագրելու, տենց պահանջ ամեն գնով հավաքագրելու պահանջ չի եղել, եթե նախկինում չկար։ Հիմա ինչի սկսվեց, թաչ ու չորը խառնում է իրար, չգիտեմ, պարզ պատճառ կա։ Իմ գնահատականը այն է, ամեն գնով եկամուտներ ապահովել։ Չգիտեմ, այդ պահանջը օրինակ վարչապետի կողմից է դրվել պետնախագահի որպես առաջադրանք, թե պետնախագահան սեփական նախաձեռնությամբ որոշել ամեն գնով հավաքագրի, որ ասի տեսեք բյուջեն կատարել եմ, այդ ես չգիտեմ։ Ամեն դեպքում գոնե ինձ վստահեցնում են, որ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից նման պահանջ չի դրվել։ Եթե չի դրվել ու պետք աշխատակիցները անում են, ոչ միայն պետքը, այլև քննչական կոմիտեն, նշանակում է բան կա, որ գալիս է հենց պետնախագահի նախաձեռնությունից։ Հակառակ դեպքում չի կարա, ասենք առանց առաջադրանքի այս ձևով առաջ գնալ, եթե չի վերաբերում խոսքը բացահայտ բաներին, օրինախախտների, որտեղ ես լսել եմ դեպքեր, ասում են 10 հոգով գալիս են, տենց բաներով, դիմակներով, շրջարկ վճարողի վրա, պարզում է վերջում 2 միլիոնի հարկի հարցեր ընդամենը առաջ գալիս, այսինքն մենք ինչ ենք անում, անտեղի լարված ընտրություններից առաջ, այս ինչի եմ ասում, որ զուտ իշխող կուսակցությունը կամ իշխանությունը լսի, որ այդ գործողությունները ինչ որ անում են, ասենք 10 հոգով գալիս են շրջարկ վճարողի հետևից ու 2 միլիոնի ակտ են գրում, այս ուղիղ ազդում է այդ պետական պաշտոնյաների գործելավոճի,
վարքագծի վրա, հետևաբար ամեն ինչ որ իշխանության օրոք, որ իշխանության օրոք պետական պաշտոնյաները ինչ վարքագիծ դրսևորում են, այդ անուղղակիորեն արտացոլվում է գործող քաղաքական ուժի վրա։ Այդ չեն կարող ասել, որ դա տենց չի։ Այսինքն պատասխանատուն ինքն է։ Իսկ Հիմա դեպքերը, այսինքն ինչից է սկսվում։ Ինձ թվում է տենց պատահական ինչ որ անհասկանալի վերլուծությունների հիման վրա որոշում են, ասենք, այս մեկին։ Հիմա բան կա տենց կոչվում է օպերների կողմից կազմված նախնական հաշվարկ։ Այդ հաշվարկը այնքան տենց երևակայությունների հիման վրա շատ դեպքերում հաշվարկ կա, որ հենց շատ են լինում դեպքերը, երբ որ հրապարակումներ են տարածում, քանի միլիարդ, այսքան, մեկի այդ միլիարդները դառնում են, տասնյակ միլիարդները դառնում են 1-2 միլիարդ, էլի։ Այսինքն ստեղից պարզա չի կարա, ասենք 20 միլիարդը դառնա 2 միլիարդ կամ 1 միլիարդ, նշանակում է մի բան այն չի։ Հիմա վատը այս ամեն ինչի մեջ, վատը այն է, որ իրականում ստացվում է, որ փող կտած չենք կալանավորի, այսինքն հարկային հաշվետվությունները կճշտես չենք կալանավորի, այս կանես չենք կալանավորի, ու սկսում է շատ պարզ առևտուրը, ոնց որ ասենք եսին որ երկիր լինի, մերձավոր արևելքի կամ չգիտեմ որտեղի, ու այդ առևտուրը սկսում է, լավ ինչքան կարա ստաս, որ չկալանավորենք, այսինքն տնօրենի տեղը սովորաբար պատասխանատու տնօրենն է, բայց չգիտես ինչի կալանավորելու հարցը քննարկում են սեփականատիրը հետ, որտեղ փող տվողը սեփականատերն է, տնօրենը, ասենք իր համար տնօրենն է։ Մինչդեռ չեմ կարծում, որ տենց պետք է լիներ, հետո բռնագրավում են մարդկանց անձնական հեռախոսները, outsourcing անող հաշվապահական ֆիրմաների համակարգիչներն են արգրավում, ասենք որ ունի, ասենք մի 50 հաճախորդ կամ 100 հաճախորդ, ստիպված սպասում են հաճախորդները տեսնեն, այսինքն խնդիրներ են ստեղծում մարդկանց համար, ես չգիտեմ, այս արջի ծառայություն են մատուցում, ոչ մեկ է նորից կրկնեմ, դեմ չի այնով, որ իրականում թաքցնում է եւ այլ այդ գործողությունները անել, բայց կարծես թե երևույթը համատարած է, ես ինչքան հասկացա այդ խնդիրներ բան ունի, ոչ մեկ իր վրա պատասխանատվություն չի վերցնում, ընտրանք անելու, ում պետքա կալանավորման հարց առաջադրեն կամ չառաջադրեն, կամ ում կոմպյուտերը պետք է տանեն, ումը չէ։ Համատարած բոլորինը տանում են, որ հանկարծ հարց չառաջան, այս մեկին ինչ տարակ, այն մեկինը չէ։ Այս բանը քաոս է։